Ես արդեն համոզվել եմ, որ այն ներքաղաքական process-ներում, որտեղ ներգրավվում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց աջակցող արբանյակ քաղաքական ուժերը, դա նշանակում է, որ դաշտը ամուլ է, ընտրանք չկա, որտեղ բոլոր թվարկված անձիկ եւ ուժերը հին քաղաքական համակարգի ներկայացուցիչներ են, որոնք հայ ժողովուրդը մերժել էր 2018 թվականին, բայց որ այդ մերժումը չկապիտալացրեց նույն այդ համակարգի ծնունդ հանդիսացող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Նրանք ունեին շանս մերժվածներին մերժելու քաղաքական ակտը կապիտալացնելու չարեցին, նշանակում է այդ համակարգը շարունակեց ապրել մինչև այսօր ապրում է։ Հիմա շնորհապետական կուսակցությունը քանիցս հայտարարել է, որ պատմությունը եւ հայ ժողովուրդը գիծ է քաշել, գծից այս կողմ նոր քաղաքական դաշտ պետք է կայանա, բայց թե ալտերնատիվաներին տեղերում չեն ողջունում, ինչա որ ալտերնատիվաները իրենց մենթալ մտածելակերպի համակարգով իրենց պլանին հակառակ են ընթանում, իսկ իրենց պլանը բոլոր գազանանոցի կենդանիների հետ համագործակցության հնարավորությունն է, ինչը մենք ապրիորի մերժում ենք։ Շնորհապետական կուսակցությունը չի կարող որևէ կերպ համագործակցել ոչ նախկին, ոչ ներկայիս իշխանությունների եւ նրանց արբանյակ ուժերի հետ։